Աշխարհի գերտերության Ամերիկայի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմի ծրագրերը քննարկում է սիգնալ հավելվածի չաթում, ընդ որում արտառոց պատմությունն այսքանով չի ավարտվում։ Ատլանտիկ ամսագրի խմբագիրը պնդում է, Ամերիկայի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցը սխալմամբ նաև իր անունն է ավելացրել այդ խմբում, որտեղ բարձրաստիճանները ռազմական խիստ գաղտնի տեղեկություններ էին քննարկում։ Պատմությունը ըստ Ատլանտիկի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգի սկսվել է ուղիղ 2 շաբաթ առաջ, երբ սիգնալ հավելվածով իրեն գաղտնագրված խմբի միանալու հրավեր է ուղարկվել Մայք Ուոլց անունով օգտատիրոջ կողմից, ով ենթադրաբար Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդականն է։ Աշխարհը մարտի 15-ին միայն իմացավ, որ Միացյալ Նահանգները ռմբակոծել է Իրանի աջակցությունը վայելող հութիների թիրախները Եմենում, մինչդեռ ես առաջին ռումբերի պայթյուններից 2 ժամ առաջ դեռ գիտեի, որ հարձակում է լինելու, գրում է Ատլանտիկի խմբագիրը մանրամասնելով։ Հարձակումից ժամեր առաջ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը սիգնալի չաթում արդեն ներկայացրել էր պատերազմի ծրագիրը, այդ թվում ճշգրիտ տեղեկություններ փոխանցել օգտագործվելիք զինամթերքի, թիրախների եւ ժամկետների մասին։ Ըստ լրագրողի, Հեքսեթից եւ Մայքլ Ուոլցից բացի այդ խիստ գաղտնի տեղեկությունների քննարկմանը մասնակցել են նաեւ այլ օգտատերեր, որոնց անվան սկզբնատառերը համընկնում են պետքարտուղար Մարկ Ռուբիոյի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ ազգային հետախուզության ղեկավար Թուլսի Գաբարդի հետ։ Վենսը ինչ-որ պահի անգամ հարց է բարձրացրել. արդյոք Միացյալ Նահանգների եվրոպացի դաշնակիցները, որոնք ավելի շատ են տուժում Կարմիր ծովում բեռնափոխադրումները տապալող ահաբեկիչների հարվածներից, արժանի են ամերիկյան օգնությանը։ Հեքսեթ անունով օգտատերը արձագանքել է. փոխնախագահ, ես էլ եմ քեզպես զզվում եվրոպացիների ձրիակերությունից, շատ խղճուկ են։ Հոդվածի հրապարակումից հետո նա պնդել է, ոչ չաթից է տեղյակ, ոչ էլ դրա խիստ գաղտնի մանրամասներից։ Որևէ մեկը պատերազմի ծրագրերը չի տարածել, սրանից ավելի ասելու բան չունեմ։ Պենտագոնի ղեկավարը այդպես էլ չի արձագանքել լրագրողների հարցին, ինչու են Ամերիկայի անվտանգության համար խիստ գաղտնի տեղեկությունները փոխանցվում մասնավոր հավելվածով, կամ ինչպես է լրագրողի անունն այդ խմբում ավելացվել։ Փոխարենը լրագրողի հասցեին է կշտամբանքներ շռայլել։ Դուք խոսում եք մի սուտասան եւ ծայրաստիճան վարկաբեկված այսպես կոչված լրագրողի մասին, ով իր կարիերան արել է ստեր տարածելով։ Սա մեկն է, ով աղբ է վաճառքի հանում։ Սպիտակ տան ղեկավարը եւս պնդել է, թե տեղյակ չէ, ինչպես է Հեքսեթի բնորոշմամբ վարկաբեկված լրագրողը տեղեկացել հութի ահաբեկիչների դեմ Ամերիկայի մոտալուտ հարձակման մասին։ Լրագրողների ուղիղ հարցին ի պատասխան Դոնալդ Թրամփը նախընտրել է կենտրոնանալ ռազմական գործողության հաջողությունների վրա։ Ես այդ մասին որևէ բան չգիտեմ։ Ես The Atlantic-ի մեծ սիրահար չեմ։ Ինձ համար դա մի ամսագիր է, որ շուտով պետք է փակվի։ Դա մի առանձնապես ամսագիր էլ չէ։ Ասում եք ինչ են արել։ Օգտագործել են սիգնալը խիստ գաղտնի տեղեկատվություն համակարգելու համար։ Ինչի մասին են խոսել։ Հութիների։ Նկատի ունեք հութիների վրա հարձակման։ Այո։ Ուրեմն պետք է ասեմ, որ այդ հարձակումը շատ արդյունավետ էր։ Ձեր ասացի մասին ոչինչ չգիտեմ։ Առաջին անգամ եմ լսում։ Այս հերքումներին հակառակ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզն ընդունել է, որ սիգնալի զրույցը ըստ երևույթին իրական է, հավելելով անվտանգության խորհուրդը քննում է, ինչպես է լրագրողն այդ խմբում ներառվել։ Դեմոկրատներն արդեն հայտարարել են, որ սա ռազմական հետախուզության կանոնների ամենալուրջ խախտման դեպքն է Ամերիկայի նորագույն պատմության մեջ։ Սա բացահայտ անօրինական է եւ անհավատալի վտանգավոր։ Մեր ազգային անվտանգությունը դիլետանտների ձեռքում է, գրել է սենատոր Էլիզաբեթ Ուորենը։ Վարչակազմի հասցեին քննադատություն է հնչել նաև նախագահ Թրամփի հանրապետական ճամբարից։ Այսօր եւ վաղը Թրամփի վարչակազմի հետախուզական բլոկի առաջնորդները պետք է առաջին հարցուպատասխանն ունենան կոնգրեսում եւ ներկայացնեն իրենց ծրագրերը անվտանգության մարտահրավերների վերաբերյալ։ Մինչ բուն թեմային անցնելը, սակայն դեմոկրատներն արդեն սկսել են նրանց հարցեր ուղղել սիգնալի եւ գաղտնի տեղեկատվության սկանդալային արտահոսքի մասին։